Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բոլորը ստորագրում են, որպեսզի դրամփակ դատական նիստում են ինչ որ տեղի ունեցել, հանրությանը դա չհասնի, դրա համար այդ նիստերը կոչվում դրամփակ դատական նիստ։ Կարծում եմ դուք հասկացաք, թե որ դրամփակ դատական նիստերի մասին է խոսքը։ Չեք հասկանում, թե ինչի համար է դա, Տիկին Սահակյան։ Որտեղ դուք դրամփակ դատական նիստի ինֆորմացիա, պարոն Որ պարոն Գևորգյանի խափամիջոցն է քննարկվել այդ դատական նիստի ընթացքում, եւ որ այդ դատական նիստի ընթացքում նաեւ հղում է տրվել վաղամիջյան ժամկետներին։ Դա ամենայնպես որևէ գաղտնիք իր մեջ չի պարունակում։ Իսկ կարող եք ասել, պաշտպանական կողմը ոնց է տարանջատելու, ինչն է գաղտնիք, ինչը գաղտնիք չի, օրենսդիրը հստակ սահմանել է, որպեսզի այդ դատական նիստից որևէ ինֆորմացիա դուրս չգա, որտեղ դուք հիմա կասեք դա գաղտնիք չի, մենք ասենք ուրիշ բան է ընդհանրապես գաղտնիք չէ դրամփակ դատական նիստում, ամեն մեկը որոշենք հրապարակենք։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես ինչի համար գլխավորապես նաև խոսքը սուզում եմ ուղղել դատարանի։ Այսուհետև որ ինչ-որ շրջաբարական այլ ինչ-որ օրենք պետք է լինի, որ ամենայն հավանականությամբ երևի կլինի, չգիտեմ ինչ։ Հիմա բան չեմ ասել ամենայն հավանականությամբ կլինի։ Ես եմ ասում ամենայն հավանականությամբ կլինի, որովհետև հիմա այս վերջի տարիներին օրենքները գտնում են միանգամից փոխվում են, ոչ մի բան էլ հաշվի չի առնում։ Հիմա խնդիրը այլ է։ Մեր մոտ հարց առաջացավ։ Իսկ օրինակ ԵԽԽՎ համապատասխան փաստաթղթերին դատարանը նույն ակտիվությամբ է ծանոթանում, որովհետև մեր մոտ այդպիսի տպավորություն չէր։ Ամենայն դեպս բանաձևը, որը ընդունվել է հոկտեմբերի 3-ին, որով որ դատարանը պարտավոր է նաև ղեկավարվել տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում նաև որպեսզի այսօր դուք չբարձրաձայնեիք, որ պարոն Գևորգյանը 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից եւ եղել է գործողումների, եթե ծանոթացած լինեիք այդ փաստաթղթին, այս հարցը չպետք է այստեղ առաջանար։ Եվ անընդհատ մեր մոտ հարց է առաջանում. ինչու է պարոն Գևորգյանի գործողումների հարցը քննարկվում ազգային ժողովում, հիմա դատարանում, միթե այս պետությունում չեն պատկերացնում, որ այդ հարցը չպիտի քննարկվի ընդհանրապես։ Որտեղ դա պարտավորություն է, որը պետք է կատարի նաև պետությունը, որպեսզի պարոն Գևորգյանը անարգել այդ գործողումներին մասնակցի եւ այսպիսի հարցեր չքննարկվի։ Հիմա այս հարցում ինչ առաջացավ, այս բարձրացած հարցում, որ պարոն Գևորգյանը, քանի որ դինաստիա գործողումների մեր դատական նիստերը տեղի չեն ունեցել, այսինքն սա լրջագույն խնդիր է, որ մենք պետք է հասկանանք։ Ավելին, եթե խոսում ենք պաշտպանների արձակուրդներից, կներեք, եթե ես սխալվում եմ, միգուցե ուշադիր չեղա, դատարանի արձակուրդից է խոսվել, դատարանի արձակուրդում չի գտնվել, դատարանի արձակուրդից հարց բարձրացվեց ընդհանրապես, դատարանը ասեց, որ քանի որ դատարանի արձակուրդում էր, դատական նիստեր չի տեղի ունեցել։ Բնականաբար ոչ։ Եվ եթե մենք ուզում ենք օբյեկտիվ լինել, պետք է հասկանանք մի բան, ողջամիտ ժամկետներում գործի քննության այդ իրավունքը ոչ դատարանինն է, ոչ մեղադրող կողմինն է, ոչ մեկինը չի, պաշտպանական կողմը կարող է հարցը բարձրացնի։ Եվ այստեղ իրական շահառուները մենք ենք եւ մենք ենք շահառված դրված դրանից։ Հիմա դուք անդադ ինչ որ ձեր խոսքում ասում եք, եթե դատարանը որոշի, եթե դատարանը որոշի։ Նախագահ դատավորի խոսքը մի մեկնաբանեք, ձեր խոսքը ասեք։ Մի մեկնաբանեք նախագահ։ Ինչու՞։ Անդրամխել է դատարանը իր խոսքով։ Տիկին Սահակյան, եթե հանրապետությունն եք առարկեք, հասկանում եք բացակ հայտնեք։ Դե հղում եք մենք դրան եք հասնենք։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ, այ անկողմնակալ դիտորդի մոտ։ Հիմա արդյոք դուք մտածում եք, որ տպավորություն ստեղծվեց, որ դուք օբյեկտիվ որոշում եք կայացնելու այլ ներկայացված այս մեղադրանքի փոփոխության հետ կապված։ Արդյոք 5 տարեկան երեխան, որ հիմա լսի այս դատական նիստը, չի հասկանա, որ դուք ձեր որոշումը կայացնելու եք, դատական նիստը շարունակվելու է, այս մեղադրանքներն ընդունել եք։ Հիմա դուք մեկի չեք օրդորում, ասում եք, եթե այսպես լինի հունվարից, եթե ես չեմ կարող գնալ ձեր գործընկերներին ասել, որ կանի դատարան, որ է ասել, որ հնարավոր է, ինքը անձեռնմխելիության վրից անցնի, քաղաքական ժամկետների վրայից անցնի, օրենքի վրայից անցնի ու դատական նիստ շարունակվի։ Տիկին Սահակյան, գնացեք հանցանքի մասին հաղորդում ներկայացնեք, օրենքի վրայից անցնեք։ Պատվական դատարան։ Ուրեմն հաջորդին նմանատիպ եթե արտահայտություններ հնչեցնեք, դատարանը կդիտարկի որպես անհարգալից վերաբերմունք եւ ձեր նկատմամբ դատավորական սանկցիա կկիրառի։ Օրենքի վրայից անցնի։ Օրենքի վրայից դուք եք
ցես անցնում նախագահ դատարանը բացառապես գործում է Պատրաստան ձեր խոսք հնչեցնելիս զգուշ եղեք եւ ուշադիր եղեք, չվիրավորեք թե դատարանին որպես ինստիտուտ եւ թե նախագահ դատարանին։ Երբ նմանատիպ խոսքեր հնչեցնեք, դատարանը կընդհատի ձեզ շարունակեք։ Հա։ Ուրեմն ես ասեմ, որ ես իմ խոսքը ձևավորում եմ հենց օրենքով ղեկավարելով, եւ եթե դատարանը չի հարգում անձեռնմխելիությունը իմ վստահորդին, չի հարգում քրեական դատավարության օրենքը, Ինչ է նշանակում իոպ է, բարձաբանում ներկայացրեք դատարանը, ինչ է նշանակում դատարանը չի հարգում։ Այլապես դատարանը ձեր ներկայացած սանկցիա կիրառի Կիսահակյան, բարձաբանում է դատարանը ձեզանից պահանջում, դատարանի բարձաբանում տվեք, ինչ է նշանակում դատարանը անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չի հարգում եւ չի հարգում օրենքը։ Խնդրեմ բարձաբանում։ Բարձաբանում տվեք դատարանը։ Նախարար ես չեմ զարմանա ձեր ընդհանրապես որ ասում եք սանկցիա կիրառեք, Բարձաբանում տվեք դատարանը, հիմա դու բարձաբանում եք։ Դու կարող լսել։ Բարձաբանում տվեք դատարանը։ Այդ որ դու կլորեք ես խոսեմ։ Բարձաբանում եք տալիս։ Դու արդեն լսեցիք։ Բարձաբանում եք։ Խոսեք։ Բայ։ Մենք բավականին երկար խոսել ենք։ Տիկին Սահակյան, բարձաբանում տվեք դատարանին։ Տիկին Սահակյան, բարձաբանում տվեք դատարանին, ինչ է նշանակում դուք անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չեք հարգում եւ օրենքը չեք հարգում։ Դատարանի բարձաբանում տվեք, ինչ է դա նշանակում, խնդրեմ։ Ավարտեցիք։ Բարձաբանում տվեք դատարանին։ Դուք անդադ խոսում եք։ Լսում եք ձեզ։ Մենք բավականին երկար խոսում ենք անձեռնմխելիության։ Եթե դուք հիմա ասում եք, որ բարձաբանում տվեք դատարանին, իմ մոտ տպավորությունն է, դատարանը դահլիճում չի եղել։ Որովհետև մենք դրա մասին խոսում ենք եւ մենք անձեռնմխելիության հարց ենք բարձրացնում։ Մինչեւ հիմա մենք չենք լսել պատասխանը դրա։ Ինչ ենք մենք այստեղ, ընդհանրապես, պարոն Գևորգյան, այս Մեղադրյանքով այստեղ ինչ անում ընդհանրապես։ Ինչու պետք է շարունակվի, ինչու պետք է մենք ինչ-որ հատորներ նորից ուսումնասիրենք, ինչու պետք է մենք այստեղ լինենք ու ինչու պետք է մենք ընդհանրապես ինչ-որ դատական նիստեր համաձայնեցնենք, այն ձեր գոլեգաներին անընդհատ ասելով, որ չէ, այսօրն էլ մի նշանակեք, մյուսօր մեկն էլ դուք եք իմիջայլս, հա, ձեր վարորդով էլ գործ ունենք մենք մասնակցելով։ Ինչ պետք է անենք, երբ որ կգանք այն նիստերին, որտեղ էլի դուք ասելու եք, որ ժամկետներ ունեք, չէ։ Ասել եք, չէ, գիտեք ինչ կա, այն դատարանի դահլիճում դուք ասել եք, որ հունվարից նշանակելու եք ամեն օր, շաբաթական մի անգամ, շաբաթական երկու անգամ հասկանալի ժամկետներում, այդպես լինել ուղղակի չի կարող։ Կարծում եմ անձեռնմխելիության մասին պարզաբանեցի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ եթե դատարանը պարզաբանում կտա, թե վերջապես երբ պետք է այդ անձեռնմխելիության հարցը քննարկի, երբ պետք է ընդհանրապես վաղեմության ժամկետների հարց քննարկեր, արդյոք չպիտի քննարկել նորից որոշումները կայացնել, հետո նոր կհասկանանք, թե ողջամիտ ժամկետը խախտումը ով է թույլ տալիս ընդհանրապես։ Եվ երբ որ մենք խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին, մենք պետք է խոսենք ողջամիտ գործի, ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին։ Երբ որ գործը ինքը ողջամիտ չի, երբ որ գործում ամեն ինչ խեղաթյուրված է, երբ որ գործում քրեական դատավարության օրենսգրքի մի նորմ չկա, որը պահպանված լինի, այստեղ ինչից ենք մենք խոսում, մենք էլ չենք հասկանում։ Եվ միանում եմ իհարկե այն մտքին, որ ավելի լավ է մենք ամսական մեկ անգամ աշխատենք, բայց երկար ժամանակ աշխատենք, քան թե գանք 15 րոպե կամ մի ժամ աշխատենք ու շաբաթական 2-3 օր աշխատենք։ Այդպես ուղղակի հնարավոր չի, որովհետև եթե այդպիսի գրաֆիկ սահմանվի, բնականաբար մենք ծանրաբեռնված ենք լինելու եւ չենք կարողանալու ամբողջ օրը աշխատել։ Այս է խնդիրը, որ բարձրաձայնի։ Դատարանը Տիկին Սահակյան ձեր կողմից ծրված բարձրաբանումները դատարանի համար ընդունելի չի, դատարան ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում, նկատողություն է հայտարարում, սա թվով 4-րդ նկատողությունն է, սակայն վարույթից դեռևս չի հեռացնում ձեզ, արձանագրվեց